գործադիր իշխանության այս պահի դրությամբ ղեկավարը խոսում է ուժեղ տղերքի մասին։ Բա ուժեղ տղերքը արդյոք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հատուկ հրատապ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ Սամվել Կարապետյան բառը, անունը, ազգանունը չօգտագործելու համար։ Բա սա արդյոք ուժեղ իշխանության դիրքն է։ Կարծում եմ սոցիոլոգիական հարցումները եւ ողջամիտ տրամաբանությունը կհուշի, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է։ Շատ վախեցած նույնիսկ։ Այսինքն, երբ 10 ամիս առաջ մեր հանրությունը տեսավ ինչ աստիճան ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում մեկնարկեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, մեր ձևով կմասնակցենք մեր մայր աթոռի պաշտպանությանը նախադասության համար, դա ակնհայտ էր, որ վախի դրսևորում էր։ Երբ Երևան քաղաքում փակցվել էին Սամվել Կարապետյանի լուսանկարները եւ ոստիկանության ծառայողները, քաղաքապետարանի ծառայողները համառորեն պայքարում էին վճռականորեն ամեն մի լուսանկարի դեմ, դա վախի դրսևորում էր։ Երբ այսօր արդեն խոսում են նրա մասին, որ Սամվել Կարապետյան անձնանունը չի կարող օգտագործվել որպես դաշինքի անվանման մեջ, սա ամենամեծ վախի դրսևորումն է։ Ավելին, իրավական առումով 2026 թվականի մարտի 31-ին այլևս հրապարակային փաստ էր, որ ուժեղ Հայաստան դաշինքը մասնակցում է անվանմամբ կոնկրետ ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումը արձանագրելով։ Դա այլևս հրապարակային փաստ էր, իրավական նշանակություն ունեցող փաստ էր։ Այսինքն այն աստիճան ապօրինություն է տեղի ունենում, որի նախադեպը չի եղել, որովհետև պայքարել անվանման դեմ, սա իսկապես նորարություն է։ Եվրոպական փորձի մասին շատ են չէ խոսում, ես եվրոպական երկիր չեմ պատկերացնում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով համապատասխան հայտերը ներկայացնելուց ժամեր առաջ, որտեղ կարող եմ նույնիսկ այս ձևակերպումը օգտագործել, ժամեր առաջ ներկայացվի ընտրական օրենսգրքի նման սուբստանտիվ փոփոխություն։ Ինչի եմ օգտագործում սուբստանտիվ եզրույթը, այսինքն հիմնարար բովանդակային, որովհետև Վենետիկի հանձնաժողովը հենց նման վարքագիծը արգելում է։ Այլ հարց, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ամեն օր խոսելով եվրոպական արժեքների մասին, կիլոմետրերով հեռանում են այդ արժեքներից։ Իդեպ, օրինակ Վենետիկի հանձնաժողովի կանոնները այս կերպ կարող են մեկնաբանել եւ նման կերպ փոփոխություն անել մեր հարևան երկրներից, օրինակ Ադրբեջանում։ Իդեպ կարող է եւ հենց որպես լավագույն փորձ վերցնում են հենց այդ օրինակը։ Չեմ բացառում։ Այն, որ սա, կներեք ամփոփեմ խոսքս, այն, որ սա ընտրական համակարգի հավասարության խաթարում է, քանի որ ինչա որ իրանք դեռևս այս պահին ունեն նման վարչական լծակներ, բանեցնում են դա եւ միջամտում են ընտրական գործընթացին, դա հավասարության խաթարում է։ Բայց այս ամենը խոսում է մի մասին, որ փոփոխությունները գալիս են։ Փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ, փոփոխությունները գալիս են ուժեղ Հայաստան դաշինքի հետ, անձնանունից կվախենան, թե չեն վախենա, Քավլիցի, մի իրավական տեխնիկական հանգամանք էլ նշեմ, իդեպ շատ հետաքրքիր է դա։ Պատկերացրեք օրենքի նախագծում անցումային դրույթով արձանագրել են, որ այս փաթեթը ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո անմիջապես, որ պատկերացնեք այս ձևակերպումը օգտագործվում է ռազմական դրությունների, արտակարգ իրավիճակների, արհավիրքների դեպքում, երբ դա տեղի ունենում։ Հետևաբար օրվա իշխանությունների համար Սամվել Կարապետյանի հետ դաշինք բառերը այդ անձնանունը կարելի է նման անալոգիայով անցկացնել։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։